Մարտակերտ մատաղից էլեկտրագիծն է, վնասվել է հակառակորդի հրետակոծությունից, արդյունքում Մատաղիսն ու Թալիշ գյուղերն արդեն մի քանի օր է հոսանքազրկված են, վերականգնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, այդ ուղղությամբ էլեկտրիկներն անելիքներ դեռ շատ ունեն, Մարտակերտ Մատաղից ճանապարհահատվածում միայն վնասվել է շուրջ 3 կիլոմետր էլեկտրագիծ, Մատաղից մեկ հիդրոէլեկտրակայանն է վթարվել, հրթիռակոծության հետքերը թարմ են։ Վարչապետի հանդիպումը կամավորականների հետ է, այստեղ համախմբվել են ազատամարտիկներ Արցախի եւ Հայաստանի տարբեր անկյուններից, ասում են տարիքն ու մասնագիտությունն այս օրերին էական չէ, կլինեն զինվորի կողքին այնքան ժամանակ, որքան որ պահանջվի։ Որոշակի աշխատանքներ արդեն կատարեցինք ստեղ, բաժավել ենք 4 խմբի, օգնում ենք մեր տղաներին, ինչպես ռուսներն են ասում, բայևոյ տրամադրությունը, նորմալ, հենց որ քիչ լարված է, վախենալու ոչինչ չկա։ Հույս ունենք ամեն ինչ նորմալ կլինի։ Մատաղիսում հիմնականում տղամարդիկ են, ապահովության համար տարհանված կանայք ու երեխաները դեռ չեն վերադարձել։ Բնակիչներին վարչապետը վստահեցրել է, որ առկա բոլոր խնդիրները կար ժամանակահատվածում լուծվելու են։ Համայնքի ղեկավարը թշնամու հրետակոծությունից վիրավորվել է հենց առաջին օրը։ Նրա պարտականությունները ժամանակավորապես վստահվեց դպրոցի տնօրենին։ Առաջին խնդիրը, որը լուծված են ուզում տեսնել գյուղացիները, դա էլեկտրամատակարարման հարցն է, այնուհետև հրետակոծությունից տուժած տների վերանորոգումը։ Տրամադրությունը բավականին բարձր է, եթե նայեք աջ ձախ, ապա կտնակ, որ գյուղացիները այստեղ են եւ բնականաբար վերադարձել են, որպեսզի կարողանան շենացնել իրենց օջախները։ Ու այն հույսով, որ շարունակվել է գյուղում կյանքը, քիչ առած մեջ երաշխավորեցին, որ անվտանգությունը ապահովված է, գյուղացիները բավականին ուրախ են երևի այդ լուրը լսելով։ Հիմա կանցնեն իրենց առօրյա աշխատանքներին։ Ճիշտ է, կանանց ու երեխաների բացակայությունը դեռ զգացնել է տալիս, բայց կյանքը Մատաղիսում բնականon հունի մեջ է մտնում։ Իհարկե, նաև չեն կորցնում աչալրջությունը, նշանակություն չունի, թե ինչ գործի վրա են։ Վերջին դեպքերը ստիպել է, որ այստեղ ինքնաձիգ կրի նույնիսկ հովիվը։ Սա արդեն Թալիշն է, գյուղի կենտրոնական փողոցը, այն այսօր մարդաշատ էր, զինվորականներից բացի այստեղ են լրագրողներ տարբեր հեռուստաընկերություններից, բոլորին էլ հետաքրքիր է, ինչու գյուղն արժանացավ այս բռնարարքին։ Հայաստանից կամավորականների խմբում հարազատ գյուղի պաշտպանների շարքում է նաև Աշոտ Սարգսյանը, հայրական տնից է վերադառնում, թշնամու արկերից բզկտված համայնքում գրեթե անվնաս տուն չի մնացել։ Տունը չի խփվել են, վերևի ճակատի տունն է, չի խփվել, բայց մեջ սա քանդա ջարդած, այնը սնարյադի վալնանը բանարել են էլ մտել են Սարգսյանեյան, ես իման եկել թե ինչ կգտնեն, ինչ չեն գտնի այդ ձևի։ Ինչ է անհրաժեշտ Վիրավոր գյուղին առաջնահերթ կարգով վարչապետն է հետաքրքրում գյուղապետից Վիլեն Պետրոսյանը վստահեցնում է բնակիչները մտադիր են վերադառնալ իրենց հայրենի օջախները, ուղղակի ուզում են համոզված լինեն, որ նման փորձության հետ էլ չեն առնչվի։ Ցանկալի կլիներ, որ այսքանով վերջանար այս պատերազմը, իհարկե դա միաժամանակ ինչ որտեղ խթան կլիներ հետագայում գյուղը նորից շենացնելու եւ այլն։ Կան բնակիչներ, որոնք դրսից են զանգում, իհարկե շատ են զանգում, հարցնում գյուղի վիճակը, բա իմացի ես էս իշտեղն եմ, որ հնարավորություն եղավ վերադառնալու, ինչ չթողես թե անպայման կտանես եւ այլն եւ այլն։ Սահմանամերձ Թալիշի ու Մատաղիսի հանդեպ պետությունը միշտ էլ հատուկ մոտեցում է ունեցել եւ կշարունակի իր ворթեգրած քաղաքականությունը։ Վարչապետը վստահեցրեց, առաջիկա մինչեւ 10 օրը կրկին կհանդիպի Թալիշի եւ Մատաղիսի բնակիչների հետ։ Այս երկու գյուղերի վերականգնման ու բնակիչների անվտանգության ապահովելու հարցն է օրակարգում։ Գենադի Երեմյան, Արտավազդ Գրիգորյան, օր